Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Շատ սպասված խինկալու ֆարշի ռեցեպտ եմ ցույց տալի։ Ուրեմն շատ եք գրել, շատ եք կոմենտարիաներում գրել։ Նայեք, ուրեմն վերցրել ենք մենք տավարի միս, արդեն նախապես աղացել ենք։ 1 կիլո տավարի մսին 200-ից 300 գրամ կարակ խոզը սալով սենց խառնեք իրար։ Ուրեմն ես մենք արդեն խառնել ենք, ստե 2 կիլո է մեր ֆարշը։ 2 կիլո ֆարշին վերցրեք ուրեմն 400-ից 500 գրամ սոխ, մինչև 40 գրամ սխտոր, 100-ից 150 գրամ համեմ, ձեր ճաշակով համեմունքները, նայեք, աղը դե անպակասա ու ջուր ենք ավելացնելու, անպայման սոշնիության համար ավելացնում ենք ջուր, գնացինք, ուրեմն հիմա աղում ենք սոխը և սխտորներ ենք աղում, խառնում ենք մսին, գնացինք աղալու, Всё, ավելացնում ենք սոխը և սխտորը, աղացած, համեմը կտրատած ավելացնում ենք մեր ֆարշին, հիմա ավելացնում ենք աղ, կիլոյին 35 գրամ ավելացրեք, կիլոյին 35 գրամ աղ, սև բիբար ենք ավելացնում, կիլոյին 2 գրամ սև բիբար, 2 գրամ կծու բիբար, կիլոյին 2 գրամ կծու բիբար, եթե կծու չեք սիրում կարակ չավելացնեք, եսի շատ կծու է, մեր վրացական համեմունքներից հետո ավելացնում ենք ջուր, ջուրը մի խնայեք, ինչքան շատ ավելացնեք, այնքան սոշնի է լինելու, մի կիլոյին կարակ 1 կիլո ջուր լցնեք, վերջ, մեր ֆարշը պատրաստ է, այդ լավ խառնում ենք, սենց, նայեք ինչ սոշնի է, այսինք սոշնի է,